ամենակարևորը այդ բոլոր մեր ասենք թե բանակում զոհվածների համար ես ցավակցում եմ, խոնարհվում եմ, դա այն հարցն է, որ ցանկացած հայ որպես մարդ, որպես հայր, որպես տղամարդ պարտավոր է հարգելու, խոնարհվելու։ Ոչ մեկ ընտանիքին չեն ցանկանա։ Այդ այն դաժանությունն է, որ դա ասելու բան չի եղբայր։ Ինչ էլ ասենք, խոնարհվենք, ասենք միևնույն է, այդ վիշտ այդ սպին քո կյանքում չի կարող անցնի։ Բայց մենք այսօր որպես ծնող, ասեմ այսպես դաժան բան անենար է մտածես, քո պահանջը այսօր կորցնելուց հետո մարդ ուզում է գոնե մեղավորները պատժվեն։ Բայց ասենք դու ոնց ես մտածում, որ կա մարդ, որ ասենք թե լիարժեք չի ուզում արդարություն իրականություն դառնա, մեղավորները պատժվեն, գոնե ծնողները միթե թե մխիթարվեն, գոնե մեղավորը պատժվել է, ամփույթը ասենք թե ամփույթ մարդը պատժվել է։ Դա իմացի դա քննարկելու արժի, ես հանրության մեջ խոսում եմ այսօրվա պրոբլեմները, խնդիրները, ծրագրերը, խաղաղությունը, երաշխավորությունը, իսկ այդ արդարության սկզբունքը, որ 100% պետք է գործի, 100 անգամ գովերես գործեն հարուցը տարբեր բան ասելով, ինչ եք ասում, այսօր օրենքը բոլորը պետք է ենթարկվեն, ըստ օրենքի կարգի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկեն։ Բայց ինչ ասում են, չէ՞ վերաբերում, ասում են հարց չկա, կա օրենք, կա որոշող, կա օրենքի համապատասխան, դու պատասխանատվություն մարդը կրի։ Ես քեզ խոսք եմ տալի, որ անմիջապես ով կլինի ասենք թե այդ գործը վարելու քննչական վարչության պետ, դատախազ, ոչ թե այսօր այդ դատախազ, մյուսը գիտեք պատվեր կատարող են, պատվեր, մարդը անկախ ամիշից պատվեր կարելի է կատարել, բայց կա բաներ, որ դա պատվերով չի, մարդը պետք է գիշերը հանգիստ կնի։